Ողջույն սիրելի հայրենակիցներ, Հայք Նյուզը շարունակում է իր եթերը։ Այսօր զրուցել եմ պատմական գիտությունների թեկնածու ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի հետ։ Ողջույն Տիկին Պողոսյան, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Վերջին շրջանում հաճախ է ասվում, որ հայի ազգային ինքնությունը վտանգված եւ թիրախավորված է։ Դուք ինչ կասեք, համաձայն եք։ Այո, իսկապես, եթե մենք իրատեսական լինենք, դա ուղղակիորեն թաքցնել հնարավոր չէ, մենք տեսնում ենք, որ ազգային մշակութային ժառանգության կարևորագույն հիմնասյուների նկատմամբ որոշակի ռեակցիա կա եւ տեսնում ենք, որ դա լավ տեղ չի տանում, որովհետեւ մենք ունենք կարևորագույն մշակութային արժեքներ, որոնք միջալյուց այսօր չեն կորցրել իրենց այժմիականությունը եւ կան արժեքային համակարգեր, դիրքորոշումներ, որոնք կարծիք ժամանակի քննությունը բռնել են եւ իրապես ես տեսնում եմ կարևորագույն երևույթներ, որոնց նկատմամբ որոշակի կամարական վերաբերմունք կա, մերժողական վերաբերմունք կա, իսկապես դա նկատելի է։ Եթե խոսում ենք ազգային հենասյուներից, եկեղեցու մասին չենք կարող չխոսել։ Վերջին շրջանում եւս նկատած կլինեք, որ եկեղեցին ու հոգեվորականությունը նույնպես թիրախավորվում են։ Նախ եկեք հասկանանք եկեղեցին ինչ արժեք ունի հայի արժեհամակարգի վրա։ Դե տեսեք, նախ ուսումնասիրություններն են ցույց տալիս, թե հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հայ մարդը ինչպիսի վերաբերմունք ունի, անկախ նրանից ինքը ուղղակիորեն հավատացյալ է թե ոչ, բայց հատուկ վերաբերմունք կա, պատկառանք կա, որովհետև դե մենք էլ պատմությունը գիտենք եւ գիտենք, որ վճռական պահերին մեր ազգի, մեր երկրի համար վճռական պահերին հայ առաքելական եկեղեցին զորավիք է եղել, աջակցել է եւ նույնիսկ այն ժամանակ, որ մենք պետականություն որպես այդպեսին չենք ունեցել, ուղղակիորեն կարծեք հոգեվոր առաջնորդը իր այդ ամբողջ դասերով այդ դժվար բեռը վերցրել է իր վրա։ Այսինքն իրականում մենք տեսնում ենք հատուկ բացասական վերաբերմունք, որը իմ կարծիքով արդարացված չէ։ Իհարկե մարդիկ տարբեր են, տարբեր նախընտրություններ կան եւ այլն, բայց ելնելով այն հանգամանքից, թե ինչ դերակատարություն է ունեցել եւ ինչ դերակատարություն ունի հայ առաքելական եկեղեցին, իմ կարծիքով դա արդարացված չէ եւ հետո կան հարցեր, որոնք այնքան էլ հիմնավորված չեն կամ ճիշտ չէ նման հարցադրումներ անել իմ կարծիքով, որտեղ դա մի տեսակ փակ սրբազան տարածք է եւ միջամտել իմ կարծիքով այնքան էլ արդարացի չէ։ Որքան էլ որ սահմանադրորեն եկեղեցին պետությունից անջատ է, այն շատ կարևոր դեր ունի պետության համար, եւ ձեր կարծիքով այս շարունակական թիրախավորումները ի վերջո մեզուր կտանեն պառակտության։ Գիտեք, իհարկե անջատ է, բայց եթե ասենք կարևոր է մեր պետության համար, մեր երկրի կայացման համար, ինձ թվում է պետք է գնան ոչ թե հակադրության ճանապարհով, այլ միաբանվելու, ըստ որում միաբանվելու հենց ազգային շահերից ելնելով, որովհետև դրանք ամենակարևորն են հենց մեր որպես երկիր, որպես ազգ հարատևելու համար, իսկ մենք գիտենք, որ բավական դժվարին պայմանների մեջ ենք հիմա մենք։ Մշակույթը եւս վտանգված է, ընդ որում եւ ներսից եւ դրսից։ Ներսից ասելով նկատի ունեմ, որ հայ իրականության մեջ կան այնպիսի անձնավորություններ, որոնք որ ստացել են վաստակավոր արտիստի կոչում։ Ես իհարկե անուններ չեմ տա, քանի որ վստահ եմ, որ դուք գիտեք, թե խոսքը ինչ անձանց մասին է, նրանք ունեն վաստակավոր արտիստի կոչում, բայց նրանց մատուցած երաժշտությունը բացարձակ որևէ կապ չունի հայ ազգայինի հետ, եւ ոչ միայն կապ չունի, այն նաեւ ուղեկցում է ադրբեջանական, արաբական, թուրքական մերիզներով, մուղամներով, կլկլոցներով, ինչու այս մարդիկ ունեն վաստակավոր արտիստի կոչում, բայց չափազանց հեռու են ազգայինը մատուցելուց։ Տեսեք, հիմա մենք ապրում ենք սպառողական հասարակության միջավայրում, տարբեր խավեր, տարբեր, ասենք, ճաշակներ, նախընտրություններ ունեն, բայց զարմանալիորեն, ասենք,
կոմիտասյան երաժշտությունը այդքան մեծ դահլիճներ չի լցնում, ինչպես մենք տեսնում ենք վերջին շրջանում, գուցե դա ավելի հեշտ մարսելու է, չգիտեմ, բայց հենց կարևորը նա է, որ մենք, եթե մենք այդ երաժշտությունը անաղարտ ժողովրդական երաժշտությունը, որը հատուկ մշակվել է Կոմիտասի կողմից, մենք եթե դա չունենայինք, գուցե ինչ որտեղ արդարացված լիներ այդ մոտեցումը, բայց այնուամենայնիվ տարբեր են խավերը, այսինքն մեր հասարակությունը միատարր չէ, ցավոք։ Եվ սովորաբար այդպես էլ լինում է, տարբեր սոցիալական խմբեր են, մասնագիտական խմբեր են եւ այլն, դրա համար մենք այդ բացարձակ միատարրությունը չենք կարող տեսնել իհարկե, բայց իմ կարծիքով իրականում եթե մի փոքր անդրադարձ անենք մեր մշակութային ժառանգությանը, մենք կտեսնենք, որ հսկայական ժառանգություն կա եւ ինչու չհենվել հենց դրա վրա։ Ինչ մեթոդներով կարելի է հասարակության մեջ սերմանել սերը ազգային երգերի եւ երաժշտության նկատմամբ։ Դե հենց հանրահռչակելով, այսինքն հատուկ համերգներ, նաև հանրահռչակելով, որովհետև միայն երգելը չէ, ինձ թվում է նաև պետք է սենց այդ համեմատականները անցկացնեն անպայման, փառատոններ, որտեղ որ հենց շեշտադրվում է, ասենք հայկականի, ազգայինի վրա, եթե մենք այս ճանապարհով, որովհետև ուղղակի սենց պարտադրելով կամ մերժելով, դա իրապես ինչ որտեղ չի տանի, բայց եթե մենք ցույց տանք եւ երբ որ դու աչքով տեսնում ես, ինքը 1000 անգամ լսելուց շատ ավելի շահավետ է, դրա համար իմ կարծիքով արժե որ մենք իրապես այդ ժողովրդական մաքուր արմատներից եկող երաժշտությունը հանրահռչակենք։ Իսկ կողմ եք ազգայինը մոդեռնիզացված կերպով մատուցելուն։ Դե իհարկե ոչ։ Այսինքն ազգայինը տեսեք հետևյալ ձևով ինքը երկու ճանապարհ ունի։ Մենք կարող ենք ազգայինը հնարավորինս ասենց ստեղծագործաբար մոտենալով ցանկացած մշակութային արժեքի նկատմամբ, եթե մենք ելնենք, օրինակ ես կարող եմ հենց նորաձևության մեջ, որը ինձ ավելի հարազատ է, ասենք ազգային տարած, հագուստ, զարդարվեց, եթե մենք դա հարմարեցնենք նաև արդի ժամանակի պահանջների նորաձևության, մենք շահեկան դիրքում կլինենք, այսինքն մենք երկու հնարավորություն ունենք, կամ հնարավորինս հարազատ ենք մնում մեր ազգային այս կամ այն արժեքին, բայց գիտեք, որ ամեն ինչ զարգացման դինամիկայի մեջ է, այնուամենայնիվ այդ ստեղծագործական մոտեցումը իմ կարծիքով անհրաժեշտ է, միայն այս ճանապարհով կկարողանանք իրապես կենթանություն, կենսունակություն հաղորդել մեր մշակութային արժեքներին։ Վերջին շրջանում հայ ազգային ավանդական երաժշտությունը մատուցվում է ռոք երաժշտության ժանրում։ Դուք կողմ եք սրան, թե դեմ եք։ Չէ, ես տեսեք միշտ գտնում եմ, որ մարդը ընտրության հնարավորություն ունի։ Եթե դա էլ է մի տարբերակ, իրականում այդպես մերժողական վերաբերմունք չունեմ։ Դա եւս ազգայինը ներկայացնելու մի ճանապարհ է։ Բայց եթե դու գիտես ակունքները, այսինքն եթե դու դրա վրա դասյարակված ես, կարող ես նաև դրա ասենց նոր մոտեցումները, նոր մեկնաբանությունները ընկալել։ Այդպիսի ասենց բացարձակ բացասական վերաբերմունք իհարկե չունեմ, որովհետև էլի եմ ասում, յուրաքանչյուր մարդ ընտրում է իր ճաշակին համապատասխան։ Ամեն դեպքում դրա մեջ կան վտանգներ։ Եթե դա, տեսեք, եթե դա զուտ ազգային երաժշտությունն է, բայց ժամանակակից ընկալումներով մատուցմամբ, ինձ թվում է դա բավական լավ է եւ հետո մենք չպետք է մոռանանք, որ հատկապես երիտասարդների շրջանում, չէ, դա պետք է ներկայացվի, մատուցվի, իսկ երիտասարդները առավել նախընտրելի կհամարեն իրենց համար այդ նորամուտ ուղղությունները։ Շարունակելով մշակույթի թեման, պետք է մի շատ ցավալի փաստ ներկայացնեմ եւ ավելի ճիշտ կլինի ասել հիշեցնեմ, ադրբեջանական քոչարի
այս անվանումը իր մեջ հենց ցավ է պարունակում, ինչ է նշանակում ադրբեջանական քոչարի։ Մենք հայերս պնդում ենք եւ փաստեր ենք ներկայացնում, որ այս պարը ի բնե եղել է հայկական։ Նույն համատեքստում ադրբեջանցիներն են պնդում, ներկայացրելով կեղծ փաստեր եւ փաստարկներ, որ այս պարը ի բնե եղել է ադրբեջանական։ Ինչ անենք, ինչպես պայքարենք եւ ինչպես հասկացնենք միջազգային հանրությանը, որ սա պարզապես մշակութային ցեղասպանության մի տեսակ է։ Տեսեք, եւ քոչարին, եւ հայկական գորգը, հայկական զարդամոտիվներով դեկորատիվ կերարական արվեստի տարբեր ճյուղերը, չեմ խոսում հայկական եկեղեցիների մասին, այսինքն տեսեք, մենք այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ հարևանը յուրացնում է դա եւ անընդհատ եւ ընտրություններ չի կատարում փաստերի առաջ, այսինքն դա իրական է, հավաստի է, հորինված է, այնքան որ կռվան իրենց կարծիքով ճակերտավոր կռվան ունենան, որպեսզի ներկայացնեն դա որպես սեփական ժառանգություն։ Տեսեք, ժողովուրդները տարբեր են լինում են ստեղծագործող, մտածող եւ իրենց գաղափարները իրականացնող ժողովուրդներ, կան ժողովուրդներ, որոնք հատկապես եթե այդ արմատները չկան, մշակութային ժառանգորդման այդ շղթան չկա որպես այդպեսին, դրա համար դա մի ճանապարհ է, որ կարողանա իր այսպես կոչված հին պատմությունը մաքրազարդելու եւ նաեւ սեփականելու այս կամ այն երևույթը միայն քոչարին չէ։ Մենք տեսանք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դա ճանաչեց որպես, չէ, ոչ նյութական, հայկական, այո, պարարվեստի կարևոր դրսևորումներից մեկը։ Հիմա իհարկե մենք պետք է հետամուտ լինենք եւ մենք երբեմն գիտեք ինչպես ենք մտածում, դե մենք վստահ ենք, համոզված ենք, որ դա հայկական է, բոլորովին կասկածել չունենք եւ հաճախ եղած ռեսուրսներն էլ ըստ էության չենք օգտագործում, դրա համար մենք երբեմն նման իրավիճակի առաջ կանգնում ենք, օրինակ նույն իրավիճակն է նաեւ հայկական գորգի ոլորտում, այստեղ մենք իրապես լուրջ խնդիրներ ունենք, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ադրբեջանական գորգը ճանաչել է որպես մշակութային ժառանգության կարևոր տարրերից մեկը։ Եվ դա հենց մեր, կարծում եմ, մեր դանդաղկոտության կամ մեր ավելորդ ինքնավստահության արդյունքում է։ Մենք իրապես հենց ազգագրագետները դա ուսումնասիրում են եւ ուսումնասիրել են, ուսումնասիրելու են նաեւ, բայց հավանաբար ճիշտ է նաեւ, որ մենք դա ներկայացնենք նաեւ այլ լեզուներով եւ միջազգային հասարակայնությանը, թեև ասեմ, որ հաճախ էլ կա նաեւ այսպիսի անտարբեր վերաբերմունք միջազգային հասարակայնությունը եւս բավական բազմատար է, այնպես չէ, որ իրենք մտահոգ են հայկական մշակութային ժառանգության պահպանությամբ, ես խնդիրներ կա, բայց գոնե թե մենք որպես մասնագետներ, որպես հայ մարդիկ իրապես պետք է, որ ասում են տեր կանգնենք մեր մշակութային ժառանգությանը, դա շատ կարևոր, դա բառ չէ, դա իսկապես պատգամ է եւ երբ մենք դա ունենում ենք որպես նպատակ, ոչ թե երազում ենք, այլ նպատակ ենք դնում, մենք այդ դեպքում իմ կարծիքով կհաջողենք։ Ինչ եք կարծում, այսօր մենք ճանաչում ենք մեր ազգային ինքնությունը, մենք գիտենք մեր աշխարհագրությունը, մեր պատմությունը, մեր մշակույթը։ Գիտեք, էլի այդպես միանշանակ ասելը ճիշտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ հիմա քանի որ նոր տեխնոլոգիաներ, նոր հնարավորություններ, եթե մենք դա բավական ժամանակ էր պետք, որ այդ ամբողջը մարսեինք, յուրացնենք, բան հիմա նոր ժամանակները մի քիչ դյուրացրել են, այսինքն իրապես եթե հայ պատանին երիտասարդը, չեմ ասում նաև հենց սկսած նախակրթարանից ինքը այդ կարևոր ազդակները ստանա, ազգայինի նկատմամբ հատուկ վերաբերմունք, օրինակ ես միշտ երազում էի, որ լինեն հայկական մեր ժողովրդական էպոսի հերոսների կերպարներով մուլտիպլիկացիաներ, ֆիլմեր, տեսեք մարդիկ նույնիսկ նման հարստություն չունեն ժողովրդական էպոս, փառահեղ մի ուղղակի ջուչած ներկություն է,
Եվ ինչքան լավ կլիներ, որ նաև ասենք նոր տեխնոլոգիաների միջոցով դա մատուցվեր եւ երեխան չխաղար, ասենք ճապոնական, չինական կամ մեկ այլ ազգի հերոսների կերպարներով ստեղծված այդ համակարգչային խաղերով։ Մենք ունենք մուլտֆիլմ, եթե չեմ սխալվում, Ռոբերտ Սահակյանցն էր դա հեռարձակել եւ ստեղծել։ Ցասունցի Դավիթում ունենք նաեւ Ղազարո Սաղայանի Անահիտը մուլտֆիլմը։ Ինչ է կարծում, այս մուլտֆիլմերը, այս մեդիա արտադրանքները կարող են երեխայի լսարանի մոտ ապահովել ազգային ինքնությունը կարևորելու ձգտումները։ Գիտեք, երեխային դրա համար եմ ասում հենց նախակրթարաններ, կրթարան, մենք ինչի մասին ենք խոսում, երբեմն մենք տեսնում ենք, որ երեխաներին հագցնում են այսպես կոչված տարազի կտորից, ուրեմն հագուստներ։ Սա դասյարակելու մի ձև է, եթե երեխան ի սկզբանե օրինակ հենց նախակրթարանից դա շատ կարևոր է, որովհետև մենք գիտենք հենց երեխաները, պատանիները շատ ընկալունակ են, շատ արագ դա կարող են վերցնել։ Եթե իրենց դա ճիշտ է մատուցվում, իրապես ազգային է ներկայացում, ինքը անպայման իր հիշողության մեջ դա մնալու է եւ նաեւ իմ կարծիքով դա առաջացնում է նաեւ սեր, հարգանք, վերաբերմունք, ասենք հայկականի նկատմամբ, ընտանիքի նկատմամբ, միմյանց նկատմամբ, տեսեք, եթե մենք մեր երեխաներին դասյարակում ենք, ասենք, ռազմաֆիլմերով, չարդարացված ագրեսիվ պատկերներով, այդպիսի ֆիլմերով կամ հենց մուլտիպլիկացիոն, այդ անիմացիոն ֆիլմերով, պարզ է, որ զարգացումը դեպի ուր է տանելու։ Խոսեցինք տարազից, եկեք հասկանանք ազգային տարազները, որքանով են արտացոլում տվյալ ազգի առանձնահատկությունները։ Տեսեք, իրապես հստակ ինքը էթնիկ ցուցիչ է, այսինքն ինքը ցույց է տալիս տվյալ մշակույթը գրողի առանձնահատկությունները։ Եվ երբ տեսնում ես մեր ավանդական հագուստը, այնտեղ գունային հրաշալի լուծումներ են։ Զարդանախշային հորինվածքները ճիշտ տեղադրված, ձևածքը բավական հարմարավետ։ Այսինքն ես միշտ ասում եմ, որ եթե մեր դիզայներները իրապես ճիշտ օգտվեն այդ շտեմարանից, որովհետև ինքը ժամանակի քննությունը բռնած հնագույն արմատներից եկող հագուստի համալիր է, այնպես չէ որ ասում ենք, որ անպայման հագնեն տարած առօրյայում, բայց տոնական արարողությունների ժամանակ մենք դա տեսնում ենք։ Միջերու շատ հաճելի մի միտում կա այ ազգային այդ ոգով ապրող երիտասարդների մեջ, որոնք իրենց ամուսնության հենց առաջին օրը պատվիրված հայկական մոտիվներով հագուստներ են հագնում, գոնե հարցը հենց այդ հարցն էի ուզում ձեզ տալ, եթե անգամ։ Բայց տեսեք ինչն է հետաքրքիր, ասենք հագնում են այդ մոխրոտիկային տարբեր հագուստներ, որոնք իմ կարծիքով հանդեսային ավելի շատ հարմար չեն։ Ես տեսնում եմ, որ այդ երկար քղանցքատուտը, այդ հսկայական եզրերը բան, ուղղակի քաշ է տալիս հարսնացուն։ Մինչդեռ ինքը թակուհին է, էլի, կամ բայց լավ միտում էլ կա, ես իրապես բախտ եմ ունեցել շփվել այդպիսի երիտասարդ զույգի հետ, որոնք իրենց պապերի մեկը Ախալցխայից էր, մյուսը Սյունիքից էր, Գորիսից, եւ իրենց հարսանեկան հագուստը սկզբից մինչև վերջ գրեցին հենց այն տարազները, որ պատվիրել են իրենց մեկը տատիկի, մյուսը պապիկի հագուստի մոդելավորմամբ ու հրաշալի էր այդ անկաշկան տարբերական իրավիճակը ոնց որ բոլորին էլ հաղորդվեր, շատ հետաքրքիր ու կարևոր բան է, եթե մենք իրականում ճիշտ գնահատենք ու մատուցենք, որովհետև երբեմն ես այդ տխուր միտումը տեսնում եմ, որ դե ինչ է հայկական, ազգային, ավանդական, դրանք հնացած են եւ այլն, սա շատ սխալ մոտեցում է։ Եթե մենք ճիշտ ձևով գնահատում ենք մեր մշակութային ժառանգությունը, չի նշանակում, որ մերժում ենք մյուսների
մշակութային ժառանգության առանձնահատկություններ, բայց եթե դու ճանաչում ես ու գիտես, որ ասենք աղջիկ երեխան երբեք քողով կամ գլխաշորով փակ չի լինում, բայց մենք տեսնում ենք, ասենք հատկապես պարարվեստում, օրինակ այնպիսի զարմանալի մոդելներ են հորինում, մտածելով, որ դա ազգային է, բայց դա բոլորովին ոչ մի առնչություն չունի, ասենք կրծքամասը բաց, երբ որ մենք գիտենք, որ հենց հատուկ կրծքամասը հատուկ կրծքալ սրտանոցով փակվում էր, այսինքն եթե դու այդ մշակույթը չես կրում, դու կարող ես նման կոպիտ սխալներ թույլ տալ նաև ժամանակակից պարային հագուստի մեջ։ Այսինքն ասածս նա է, որ երբ մենք որ ճանաչենք իսկական հայկականը, որը գիտենք, որ դա եւ թանգարաններում է պահպանված, եւ գրականություն, ուսումնասիրություն եւ այլն, այսինքն ով որ փնտրում է նա հաստատ կգտնի։ Հարց է, որ ինչպես են դրան վերաբերում, որովհետեւ կան մարդիկ, ել եմ ասում, որ գտնում են, որ այդ ժամանակները անցել են, բայց տեսեք, Արենի ոտնամանը ինչ հեղաշրջում առաջացրեց, ես հիշում եմ ուշ խորհրդային շրջանում մի բան, որ ուզում էին ասեն, որ հետա մնացել, ասում են տրեխ է, տրեխային է, այսինքն կամահարական վերաբերվում կար ազգային մշակույթի կարևոր տարիից, մենք տեսնում ենք, որ 5.500-ամյակյա պատմություն ունեցող շատ հարմարավետ ոտնամանի մասին է խոսքը։ Այս երբեմն սենց պատմություն ենք բերում, դա տեղն է գցում, բայց իհարկե դա ինքն իրեն չի լինելու, անպայման մեր ջանքերը անհրաժեշտ են, որպեսզի մենք փորձենք մասնագետ է, մասնագետ չէ, բայց եթե մենք երեխաներին չդաստիարակենք մեր մշակութային արժեքներով, հաստատ լավ տեղ չենք գնա։ Մեր ավանդական հարսանեկան տարազները հարսնացուի մոտ ինչ հատկանիշներ են մատնանշում եւ փեսայի մոտ ինչ հատկանիշներ են մատնանշում։ Տեսեք, եթե մենք ավանդական հասարակությունը իհարկե իր առանձնահատուկ վերաբերմունքը ուներ, դա մի հասարակություն էր հայրիշխանական, որտեղ հարսնացուն ավելի համեստ, բայց պաշտպանված կարգավիճակով, օրինակ սա շատ կարևոր բան է, օրինակ հիմա այդ որ հարսանիքներում հատկապես արարողություններին որ տեսնում եք, հարս ու փեսան միշտ ասենց պաշտպանված են, կարծեք թիկունք լինի քավոր կին, ինչու՞ չէ նաև երիտասարդները, իսկ հիմա մենք հաճախ տեսնում ենք, որ այդ հարսնոփեսյանց են մենակ միտեղ եւ տեսեք ինչ էր պահանջվում, կնոջից պահանջվում էր աշխատասիրություն, նվիրվածություն, բարեկրթություն եւ հայ կնոջը ընդհանրապես որպես երեխաների դաստիարակ գնահատել են նաեւ ուրիշները, իսկ տղամարդը որ պարտադիր հոգտանիր ընտանիքի մասին շատ լավ վերաբերի ու այսինքն խնամք ապահովի իր ծնողների, իր կնոջ եւ երեխաների նկատմամբ, այսինքն կային որոշակի արժեքային կողմնորոշումներ, որ ասում են, որ տղամարդը պետք է անպայման աշխատի, ապահովի իր ընտանիքը, այսինքն ինքը այդ նյութական բարեկեցության ապահովողը պետք է լինի, բայց հիմա մենք տեսնում ենք, որ մի լավ միտում էլ կա, որ կանայք եւս մասնագիտական այդ առաջընթացի ձգտումներ ունեն։ Սա եւս կարևոր է, որովհետեւ ժամանակները էլի տարբեր են, ասենք ավանդական հասարակությունում, ժամանակակից հասարակությունում մի փոքր այլ միտումներ կան, բայց դրանով հանդերձ ասենք որ կինը նվիրված իր ընտանիքին, իր երեխաների դաստիարակությամբ, իր հարազատների, բարեկամների, ընկերների նկատմամբ սա եղել եւ մնում է։ Քանի որ դուք նաեւ դասախոսում եք, ձեր ուսանողների մեջ, երիտասարդների մեջ ինչ տեսակետ կա, նրանք արդյոք բավարար գիտելիքներ ունեն ազգայինի մասին։ Տեսեք, այո, ես գիտեք, հիմա ես ասում եմ, էլի հիշում եմ, որ տարբեր են։ Օրինակ կան մարդիկ, որոնք որ նկատում ես, որ ուղղակի սովորում են սովորելու համար, այնքան ոչ իրանք կամ բակալավրի աստիճան ունենան, կամ մագիստրատուրա,
բայց կան նաև բարեբախտաբար երիտասարդներ, որոնք ասենց նպատակային ու տեսնում ես, որ իրենց չի բավարարում միայն այդ դասախոսությունները, այսինքն իրենք անպայման փորձում են դա լրացնել, հետո մի բան էլ ասեմ, որ ես մի տեսակ սիրով եմ նայում այն բանին, որ հիմա ինչքան մեծ հնարավորություն կա ուղղակի կուտակելու, անբարելու այդ գիտելիքները, որովհետև բոլոր առումներով ամեն ինչ հեշտացված է, ուղղակի իրականում պետք է դու ռեալ օգտագործես քո ժամանակը, իսկ երիտասարդները հաճախ մենք տեսնում ենք, որ առավելապես այդ կոմպյուտերներից կարճած են։ Եվ հետո մի բան էլ, որ անընդհատ բոլորի մոտ այդ հեռախոսներն են, եւ դա մի տեսակ այդ միջ անձնային հարաբերությունների վրա շատ բացասական է անդրադառնում։ Ես երբեմն տեսնում եմ, որ ասենք հավաքների ժամանակ բոլորը իրենց այդ հեռախոսների մեջ ասենց ընկղմված են։ Միջդեռ, ասենք եթե դա հավաք է, միջոցառում է, բան, իրենք առավելապես պիտի կարիք ունենային միմյանց հետ շփվելու, հաղորդակցվելու։ Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ միաժամանակ պայքար է գնում հանուն եւ ընդդեմ գլոբալիզացիայի։ Այս դժվարին պայմաններում ինչ անենք, որպեսզի պահպանվի, պաշտպանվի եւ չմոռացվի ազգայինը։ Գիտեք, դրա համար էլ պետք է իրապես մենք կարողանանք ճանաչենք մեր ազգայինը ու ներկայացնենք, սա է խնդիրը։ Եթե մենք մեր ազգայինը չգնահատենք, մի տեսակ կամարանքով վերաբերենք, որովհետև ազգայնականությունը եւ ազգայնամոլությունը դրանք տարբեր բաներ են։ Եթե մարդը գնահատում է իր նախնիների մշակութային ժառանգությունը, տեղյակ է, ուզում է ներկայացնել, շարունակել, սա բոլորովին այլ է։ Ասենք իրապես մենք մեզ չենք հագադրում կամ մեզ շատ բարձր չենք գնահատում, ինչպես կասեր մեծ պոետը, բայց ամեն դեպքում սեփականի նկատմամբ այդ ասենց խոնարհումը, վերաբերմունքը պետք է լինի։ Եթե դու չես գնահատում քո, ասենք, կարևոր արժեքները, պարզ է, որ հաստատ հաջողություն չես ունենալու եւ հետո չէ, որ եթե մեր, ասենք, վերաբերմունքը, գիտելիքները, արժեքային կողմնորոշումները նաեւ փոխանցվում են, մարդը տեսնելով է դա անդորինակում։ Իսկ եթե մենք աստիճանաբար նման մարդկանց թիվը կչանա, ես պատկերացնում եմ ինչքան տխուր վիճակը կստեղծվի, որտեղ խոսում է միայն, ասենք, սպառողական հասարակության կանոնները, որտեղ նյութն է կարևոր, ասենք, հոգեկանը, ոգևորը իրենց համար դատարկ խոսքեր են դառնում։ Սա շատ վտանգավոր ճանապարհ է, իհարկե։ Եվ վերջում խնդրում եմ ձեր կոչը հայ ժողովրդին ինչ անենք, որ մեր ազգայինը հարատևի։ Ես նախ ասեմ, որ ես իրապես հպարտանում եմ մեր ժողովրդի ստեղծածով, ես իրականում հպարտ եմ, որ ես հայ եմ եւ կրում եմ այդ մշակութային ժառանգության մի մասնիկը եւ կցանկանայի, որ բոլորը իրենց տեղերում իրապես նպաստեն մեր երկրի, մեր մշակույթի, ասենք, բարգավաճմանը, զարգացմանը։ Եթե մենք յուրաքանչյուրս մեր տեղերում դա իրականացնենք, կարծում եմ կհաջողենք։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը պատմական գիտությունների թեկնածու ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն էր։ Կհանդիպենք։